Բացի մեր կարգախոսը մենք օգտագործում ենք նաև ռեմոնտադա ձևակերպումը, որը Կարպիս Փաշինյանի կթողնեմ ներկայացնի եւ երբ որ խոսքը փոխանցենք, որտեղ բաները միկրոֆոնները այս կողմը չէ, որ խոսած չեն բանը։ Եվ նաև ուզում եմ խոսել այն մասին, որ ընտրությունների ընթացքում դուք տեսնելու եք մեզ շատ տարբեր հետաքրքիր վայրերում եւ ամեն վայրի վերաբերյալ մենք ներկայացնելու ենք մեր թեզերը։ Այսինքն մենք ցույց ենք տալու խնդրեմ, որն ուղղված է մեր պետական եւ ազգային ինքնությանը եւ դրա լուծումը ցույց տալու։ Տրադիցիոն քարոզարշավ որ չգիտեմ, մտնենք ինչ-որ բակերում բարձրախոսներով գորգորալով ման գանք, մենք այս ընտրություններին չենք անելու, որովհետեւ նոր տեխնոլոգիաների նոր ժամանակաշրջան է եւ այս նոր տեխնոլոգիաների շրջանում մենք օգտագործել ենք նոր տեխնոլոգիաներ։ Մեր կուսակցության մամուլի քարտուղարը Շուշան Ավագյան կներկայացնի կայքը վիրտուալ շտաբը, որ նոր տեխնոլոգիաներով մենք աշխատելու ենք, իսկ ես նաև ուզում եմ ձեզ ներկայացնեմ պաշտպանիր ինքնությունդ կարգախոսի այն խորհրդանիշը, որը որ մենք մեզ հետ պահելու ենք մարզային եւ Երևանում տարբեր վայրերում, տարբեր այցերի ժամանակ եւ դրանով մենք ըստ էության ցույց ենք տալու, թե ինքնության ինչ վտանգ կա եւ ինչպես է պետք պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնությունը։ Հիմա ես ցույց կտամ։ Հիմա սա մեր այս վահանը, տեսեք, այս վահանը, այստեղ դնեմ, որ տեսնեք, մեր քարոզարշավի խորհրդանիշն է, տեսեք։ Մենք հնարավորություն ունենք իրան օգտագործել նաև այսպես որպես վահան, այսինքն քաղաքացիները սա տարբեր մարզերում, տարբեր տարածքներում տեսնելու են, այն ինչպես է մեր ձեռքում, ես ուզում եմ մի փոքր բացատրություն տամ վահանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զինանշան, որը վտանգված է։ Այսինքն այստեղ դուք կարող եք գտնել հայ ժողովրդի դարավոր պատմությունից խորհրդանիշներ, որոնք ամրացրել են մեր պետականության հիմքերը միշտ եւ պետականության վերականգնումից հետո դրանք տեղ են գտել մեր խորհրդանիշների մեջ։ Մեր զինանշանն է, որը հենց հիմա վտանգված է, որովհետեւ դուք գիտեք, որ Արագ լեռը այստեղից հեռացնելու վերաբերյալ կա պայքար, բոլոր տեղերից արդեն հեռացնում են եւ ընտրություններից հետո նաեւ փորձելու են հեռացնել այստեղից։ Այսինքն Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության պաշտպանությունը մեզ համար առաջնահերթ է։ Հաջորդ տեղում Աստվածատուր հայոց գրերն են, Մեսրոպ Մաշտոցը, սրանով մենք ցույց ենք տալիս, որ վտանգված է նաեւ մեր ինքնությունը, որտեղ պայքար է գնում մեր ինքնության այս բաղադրիչի դեմ նույնպես բոլորս գիտենք որ Մեսրոպ Մաշտոցը արդեն QR կոդ է դարձել դասագրքերում երեխաները եթե հեռախոս չկա ձեռքին չեն կարող տեսնել Մեսրոպ Մաշտոցը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որպես առաջին քրիստոնյա ազգ դուք արդեն 2 թե 3 անգամ տեսել եք հարձակում Մայրաթորի վրա դիմակավորված տարբեր պետական կառավարման օղակների անձինք եւ տարբեր եկեղեցիներում եւ մենք գտնում ենք որ հայկական պետականության հիմքերից մեկը ամենակարևոր դա մեր հավատքը, մեր կրոնը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որի դեմ պայքար է մղվում եւ այս մասով նաեւ մենք բոլորս արդեն իրազեկված ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական ծրագրում զետեղվել է դրույթ, որը նվիրված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի դեմ պայքարի եւ նրա հեռացման։ Այս մասով ես նաեւ ուզում եմ ասել, որ մենք տարբերում ենք ընտրությունների մասնակցող մյուս ուժերից, որովհետեւ կոնկրետ առաջարկ ունենք, որ նախագահական ինստիտուտը մեզ համար պետք է վերափոխվի, այսինքն մինչեւ այս սուպերվարչապետական սահմանադրության կազմաքանդումը, մինչեւ այս սահմանադրությունը փոխելը, մենք տեսնում ենք, որ նախագահի ինստիտուտում պետք է այլ մարդ լինի, եւ մենք առաջարկում ենք Միքայել Աջապարյանի Հանրաքելական Սուրբ եկեղեցու arczepiskopos Շիրակի թեմի առաջնորդ, որը այլևս իր առաքելությամբ չի կարող զբաղվել, որտեղ քաղաքական բանտարկյալ է,
նրա տեխնացիոնն ենք տեսնում որպես մեր տեսլական։ Բոլոր քաղաքական ուժերին առաջարկել են, որ այս մասով կարծիք արտահայտեն։ Տեսեք, ինչ վարչապետ ունեն, չունեն, վարչապետի 4 տեխնացու ունեն, այն մյուս ասում է, ես կտամ ձայներս են մեկին է, մեկն ասում է այն, բայց նախագահի տեխնացուն ոնց որ ոչ ոք չունի, չէ՞։ Հիմա կարող են դրա վերաբերյալ կարծիք արտահայտել։ Ես փորձեմ Վահանը այստեղ եւ հարց ու պատասխանը եթե մենք խոսենք, հա։ Հա, ասեմ ես, որ ես շատ ուշադիր եմ իմ բառերին, ես ասացի, որ դա մեր տեսլականն է։ Այսինքն հիմա հարց, եթե իշխանությունը փոխվում է հունիսի 7-ին, ընդդիմադիր քաղաքական ուժերը խորհրդանում են արդեն իշխանություն են, եւ բոլորը ունեն կոնսենսուս այդ հարցով, ես կարծում եմ, որ այդ խնդիր չենք ունենա այդ իմաստով։ Այսինքն տեսլականի վերաբերյալ կարծիք հարցնելը ես չեմ կարծում դա։